Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց պայքար խորհրդանշող ջահերով երթը։ Հույդա բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նախքան մեկնարկը հայտարարեց լռության 1 րոպե ի հիշատակ սուրբ նահատակների։ Խնդրում եմ 1 րոպե լռություն հարգելու համար մեր նահատակների հիշատակը։ Կիրո Մանոյանը հայտարարեց, որ Թուրքիան ցեղասպանությունից 100 տարի անց խուճապի մեջ է անկախ Հայաստանի, Ղարաբաղի ու Սփյուռքի միասնականությունից։ Սիրելի երիտասարդներ, այս շահը փոխանցում ենք ձեզ, որպեսզի հառաջիկա տասնամյակներին դուք լինեք ջահագիրը մեր պայքարին։ Հանրապետության հրապարակում երթի մասնակիցները ավանդաբար ամեն տարի վառում են Թուրքիայի դրոշը ի նշան Օսմանյան կայսրության իրավահաջորդ երկրի պատասխանատվություն չկրելու եւ հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու քաղաքականության։ Մինչեւ երթի մեկնարկը Հանրապետության հրապարակում մասնակիցները վառեցին Թուրքիայի դրոշը։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթի աշխարհագրությունը յուրաքանչյուր տարի փոփոխվում է ու տարեց տարի երկարում է երթուղին։ Այս անգամ սկսվելով Հանրապետության հրապարակից այն անցնում է Ամիրյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց եւ ավարտվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Ամեն տարի ջահերով երթի մասնակիցները հասնելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիր արտասանում են տերունական աղոթքը։ Զոհրաբ Հարոյան, ժամը լրատվական։